ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Եկել են Ղարաբաղի հարց։ Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք։ Դուք ես կենթանի ընդհանրապես։ Դուք ես կենթանի։ Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում։ Այդ տական։ Ինչի ես կենթանի։ Ինչի ես կենթանի։ Վերջին շրջանում հասարակական դիսկուրսում կրկին ակտիվացել են պատերազմին եւ դրա հետևանքներին վերաբերող ծանր ու զգայուն հարցադրումները, որոնք հաճախ դուրս են գալիս զուտ քաղաքական քննադատության շրջանակից վերածվում մարդկային ճակատագրերի գնահատման։ Մասնավորապես շրջանառվում է այն տրամաբանությունը, ըստ որի պատերազմից ողջ մնացածների մասնակցությունը եւ հայրենասիրությունը դրվում են կասկածի տակ միայն այն պատճառով, որ նրանք կենթանի են վերադարձել մարտի դաշտից։ Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև, անելու են նաև մյուսների դեմ։ Ինչու դուք չեք զոհվել, թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին եւ այդպես շարունակ։ Իսկ երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան, տանեն Ղազախ կամ Սադարակ, այն ժամանակ հաստատ երանի եք տալու անցյալին։ Անիծելու եք ձեզ ու ՔՊ-ի քվեաթերթիկը, այնպես որ հարգելի հայրենակից, ընտրիր ՔՊ-ին եւ դիմավորիր ադրբեջանցիներին, ընտրիր ՔՊ-ին եւ աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլև ստեղծում է վտանգավոր ընկալումներ մարդկանց բաժանելով արժանիների եւ անարժանների։ Արդյունքում քաղաքական եւ հանրային խոսույթը տեղափոխվում է հուզական ու մեղադրական դաշտ, որտեղ քննարկումների կենտրոնում ոչ թե փաստերն են, այլ մարդկային կորուստների շուրջ ձևավորված ցավոտ մեկնաբանությունները։ Որևէ շամ որդի երբևէ չի հաղթել պատերազմ, մեռնելով հանուն իր երկրի։ Նա հաղթել է ստիպելով թշնամու շամ որդուն մեռնել հանուն իր երկրի։ Սա ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնի դաժան, բայց ճիշտ բանաձևն է։ Տրամաբանական է, որ մեր թշնամին էլ է ցանկանում մեզ զոհված տեսնել։ 2023-ի սեպտեմբերից ի վեր Նիկոլն ու իր հանցակիցները պարբերաբար դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել։ Դրանով հերթական անգամ ապացուցում են, որ իրենց թշնամին հայերն են։ Այդքան տանջվեցինք, որ ձեզ փուռը տանք։ Էլի պլստացիկ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չի դիմացել գայթակղությանը եւ կիրառել է հիմնավորեք թե ինչու չեք զոհվել խոսույթը որպես քարոզարշավի վիրալ եւ քլիքային գործիք։ Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, Գերդաստանում հետ 6 չափահաս տղա ես ունեցել։ Երկուսը քոնը, երկուսը աղբորին հետ, երկուսը քրոջին հետ։ Ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Արա, այս տահակ բացատրի դու ինչի չես զոհվել։ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները դուրս են բարոյականության բոլոր սահմաններից, արձագանքում է վարչապետի ընդդիմադիր թեկնածու Արման Թաթոյանը։ Այս իշխանությունը մահը դարձրել է որպես պաշտամունք։ Մահը որպես պաշտամունք։ Ասում են, խոսում են անընդհատ այս վերջերս զինվորների ու առասարակ մարդկանց զոհվելուց։ Ասում է, ինչի չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Բա ո՞նց կարող է մարդ, որ վարչապետա ում կոչումով մեր զինվորները գնացել են ում կոչ անելով, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, ով զոհվել է նաև հերոսաբար, արիաբար, բայց այն տղերքը, որ գնացել են պատերազմ, ասում են, ինչի չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Իրենց վրայից մեղքը գցում են դնում են մեր զինվորների վրա, պատասխանատվությունից նաև փախնելու համար։ Եվ անհասկանալի է, էլի բարոյական ոչ մի բանի մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող է Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի մատ հիմնավորեք ինչ չեք զոհվել ու ուրախանա նրա համար, որ ասենք մարդիկ զոհվել են, ինչ լավ է, այստեղ գոնե ես կունենամ մեղքը գցելու բան ինչ որ մեկի վրա։ Հակառակը չէ, պետքա ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենթանի են մնացել, ամեն մեկի կյանքը արժեք է։ Ու պաշտպանության նախարարն էլ հələ տեսեք ինչ անում, հələ խոսքի վիճակը լակոտի պես իրան պահելով, արայով խոսալով քաղաքացիների ամբողջ ուղի եթերներով գնում է, ասում է ինչի հիմնավորեք ինչի չեք զոհվել։ Բա դու մի հատ կարաս հիմնավորես, դու ինչի չես զոհվել։ Դու կարաս հիմնավորես 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան։ Դու կարաս հիմնավորվես, ինչի այդ տղերքը մահացան։ Բա մահացան նրա պատճառով, որ ձեր նշանակած վարչապետի նշանակած նախարարի
ժամանակ նրա պատճառով այս Սուրեն Պապիկյանի, որ խոսում է սենց, ու նաև նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ իր կողմից արված ինչու չեք զոհվել արտահայտությունն ուղղված է եղել ոչ թե հայ ժողովրդին, այլ Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ հանրային պսևդոէլիտային։ Չէ, իսկապես Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որ խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ դիմակավոր փսլնքոտները պետք է նախ հիմնավորեն իրենք ինչու են կենթանի, ինչու հազարավոր հայաստանցի երիտասարդներ զոհվել են իրենց համար եւ իրենք ինչու են կենթանի, որ հիմա եկել են Հայաստանում ուզում են նորից հրահրել ներքին բախումներ եւ Հայաստանը ներքաշել արտաքին բախումների մեջ։ Ես ձևակերպում եմ ընթացիկ քաղաքական process-ի օրակարգը։ Ղարաբաղի պսևդոէլիտան, որը պատանդի կարգավիճակում է պահել եւ Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին, այս քաղաքական process-ի արդյունքում պետքա ծնկի բերվի։ Խոսքը պատերազմի եռագլուխ կուսակցության մասին է, ուժեղ Հայաստան հորդորժվող, բարգավաճ Հայաստան հորդորժվող եւ Հայաստան դաշինք հորդորժվող ուժերի։ Դրանք նաեւ Հայաստան անունն են գողացել եւ Հայաստան անունը պետք է վերցվի դրանցից որպես ապուրենի ձեռք բերված գույք։ Սա է առաջիկա քաղաքական օրակարգը եւ մենք այդ օրակարգը պետք է իրականացնենք առանց Հայաստանին համակած ուրախությունը կորցնելու։ Զինվորին մենակ թողնելու, չնահատակելու, չզոհվելու ոչ ռետորական հարցը կարող է նաև ուղղվել հենց վարչապետին, որպես երկրի ղեկավարի եւ գերագույն հրամանատարի, որը պատասխանատու է պատերազմի ընթացքի հրամանատարական որոշումների եւ մարդկային կորուստների համար։ Հավանաբար վարչապետի տրամաբանությամբ լավ զինվորը հայրենասեր քաղաքացին միայն նահատակված զինվորն է եւ նահատակված քաղաքացին։ Ֆրիդա Ղազարյան, Վահագ Մխիթարյան, TV News։